Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 2-ի համար, որքան հիշում եմ ապրիլի 2-ին կոճակ էինք պոկում, չէ, ինչքան հիշում եմ դա էր կոճակ պոկոցի օրն էր, ապրիլի 3-ը ոնց որ թե յուբկա բարձրացնելու, եթե հիշում եմ, եթե չեմ խառնել օրերը, այնպես որ զվարճացեք այսօր նաև աշխատանքային օր է, կարող է կոճակները պոկել, չկարողանա աշխատի, մի խոսքով, հումորը պետք է պահպանել, ամենալավ բանն է այս կյանքում, դա է մարդուն դրական լիցքեր տալիս, դա է մարդուն դրական սարքում, միշտ ուրախ, հումորով, ոչ թե այն, որ միշտ մռայլ դեմքով ման են գալիս։ Այսքանը օրը չորեքշաբթի է, աշխատանքային օր է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 2-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարիերայում մի փոքր աճ, դա նշանակում է աշխատանքում կարող եք այդ օրը ավելի լավ անել այն աշխատանքը, որը անում եք, քան մշտապես անում եք եւ այլն նաեւ, չնչին ինչ որ բարձրացում, ոչ շատ այդպես մեծ գլոբալ։ Նաեւ այդ օր ինչ-որ մի բան է փակ, օրվա վերջում ինչ-որ մի բան չեք կարողանում անել ավարտել։ Հնարավորությունը կարող է բացեք թողել ձեզ տրվել այդ հնարավորությունը, իսկ դուք բացեք թողել այդ շանսը, դրա համար հիմա ուզում եք նորից անեք, չի ստացվում։ Հնարավոր է նաև ոմանց ուղղակի խանգարում է այն մարդը, որ գտնվում է հիվանդանոցում կամ հիվանդ պարկած է եւ դա ձեզ թույլ չի տալիս ինչ-որ մի բան անել, պետք է լինեք իր կողքը։ Ոմանք գումար կարող են ծախսել, ոմանք նաև գումար ստանան, հա, այստեղ նաև ձեզ էլի հետո որ հարցեր չտակ, սա է, հա, հիվանդությունը եւ այլն։ Այսքանը ձեզ համար, նաեւ ձեզ հանգիստ է պետք, կամ ուզում եք հանգստանալ, չեք կարողանում։ Չեն թողնում ձեզ, ասում են դեռ պետք է աշխատես։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 2-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ է նամակ կարող ստանալ, ոչ է փաստաթուղթ կարող ստանալ, ինչ որ մեկի հետ կարող ուզում եք նամակագրական կապի մեջ լինել, բայց այստեղ ինչ որ չի ստացվում դա անել։ Ինչ որ մի բան փակ է լինում հետո, կարող ուզում եք նամակին պատասխանել, բայց չեք կարող, որովհետև ինչ որ զբաղված եք կամ աշխատում եք կամ նաև ինչ որ մի բան է մեջը, որ ասում է ինչ որ մի բան չեք կարող անել, բայց ամեն ինչ ձեզանից է կախված։ Ոչ մի բան ձեզ չի սահմանափակում, որ չանեք դա եւ չբացեք։ Նման բան չկա։ Ձեզանից է կախված, կանեք, կուզեք անեք, կուզեք չանեք։ Կուզեք տեսնում եք փակ է, վերջ ոչինչ չանեք, չի ստացվում այդ պահին ոչինչ չանեք, կուզեք եթե չի ստացվում, պայքարեք եւ անեք։ Նաև օրվա ընթացքում կարող եք վիճել, քիչ ուշադիր եղեք, նաև կարող եք ձեզ վատը զգալ վիճելուց հետո, կամ ում հետ որ վիճեք ինքը հետո վատը զգա, նաև կարող է անգամ հիվանդանոցի հետ կապված լինի, կամ հիվանդանոցում վիճեք կամ բուժման ոչե կենտրոնում վիճեք, կարող չեն թողնում բարձրանաք հիվանդի մոտ դրա համար եք վիճում, նման ոչե պահեր, և օրվա վերջ նաև շատ աշխատանք կունենաք, բավականին շատ կաշխատեք, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք նաև կարող եք հարցազրույցի մասնակցել եւ երեկոյան ինչ որ մի բան է, որը որ ձեզ տխրեցնում է, ինչ որ մի բան է ստրեսի մեջ եք գցում, կարող շատ եք հոգնած, գալիս եք տուն, ստրեսային վիճակ է, նման ինչ որ մի բան կարող է լինել։ Կամ որ վիճել եք, դա եք վերհիշում, չնայած որ կարող եք նայել նաև ձեր լուսնային նշանը, որովհետև նման էմոցիաները պատասխանատու է լուսինը։ Ես այդքան միշտ չեմ հակված լինում արևային նշանը եւ վեճերը, էմոցիաներ, ավելի շատ լուսնային նշանն է պատասխանատու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին ապրիլի 2-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը բավականին մեծ հաջողություն ունեք, հաջողությամբ ինչ-որ մի բան կանեք, կավարտեք, դռներ են բացվում ձեր առջև նոր հնարավորության տեսքով, որ դա անեք, ավարտեք ի վերջո։ Ոմանք կարող են աշխատանքի անցնել, կարող դա է ձեզ համար այդ հնարավորությունը։ Ոմանք հարցազրույցի կարող են մասնակցել, շատ աշխատանք ունենան, շատ պատվեր ունենան։ Եվ այստեղ ուրախ եք կամ որ պետք է հանգստանաք ինչ-որ չափով, կամ ուրախ եք, որ հիվանդին դուրս են գրել, կամ ինչ-որ մի բան է, որ այստեղ ուրախ եք հենց կապված է առողջության հետ, կամ դեղ էր հարկավոր, գնում եք, դեղը գտնում եք, կարող չկար, վերջացել էր կամ չկար ընդհանրապես եւ հիմա մեկ էլ այդ օրը միամիտ գտնում եք, դա ձեզ ուրախացնում է։ Եվ նաև ինչ-որ մտածմունքների մեջ կլինեք, ինչ-որ բաներ կմտածեք կամ ինչ-որ մեկի մասին նաև կարող եք մտածել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 2-ին։ Հարգելի խեցգետիններ, ուշադիր եղեք, որ տանը չվիճեք տան անդամների հետ, կամ տան հետ կապված հարցերում չվիճեք ինչ-որ մարդկանց հետ։ Նաև ոմանք կարող է առիթ ունեն, կարող լարված եք այդ առիթի հետ կապված, դրա համար է վեճը, լարվածության հետևանք է։ Նաև օրվա ընթացքում որից է տեղեկատվություն կլսեք, որից է նամակ, փաթեթ, փաստաթուղթ կարող եք ստանալ։ Նաև դուք ուղարկեք այդ փաստաթուղթը կամ ինչ-որ մեկին փաթեթ ուղարկեք։ Նաև դա ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ մտնեք, կարող է բարկանում եք, ինչ-որ մեկի հետ վիճում եք, հետո սկսում եք քննարկել մյուսի հետ ձեր վեճը, ձեր խոսակցությունը։ Հնարավոր է նամակի միջոցով է այդ վեճը, ոչ թե առերես։ Այսքանը ձեզ համար, ինչ-որ բաներ չկա, վեճ է, նամակ, փաստաթուղթ, փաթեթ և տան հետ կապված ինչ-որ իրադարձություններ։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 2-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոյցե խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք առավոտյան շուտ, ուշադիր եղեք։ Նաև օրվա ընթացքում կարող տատանվել ինչ-որ մի հարցի շուրջ կամ ընտրության առջև կարող եք կանգնած լինել կամ ինչ-որ մի կարևոր բան է, որ կարող է դրա շուրջ տատանվում եք։ Երկար սպասված ոյցե նամակ, լուր, փաթեթ կարող եք ստանալ և օձեր կան։ Երեկոյան արդեն, գիշերը, իրիկվա ժամերին կամ օձային խոսակցություններ, կամ վերաբերմունք ինչ-որ մեկից կարող եք ունենալ,
ձեր նկատմամբ այս գաք, որ օցական վերաբերմունք ունի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 2-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոմանք բավականին աշխատանք կունենան, հնարավոր է նաև աշխատանքի վայրում լինեն եւ երկերսանի մարդիկ, եւ օցեր, նմանատիպ վերաբերմունք ձեր հանդեպ։ Հնարավոր նաև նոր եք գնում աշխատանքի ընդունվելու այնտեղ այնպես են ձեզ ընդունում կամ ոչ հաճախորդ է ով որ այդքան է լավը չի։ Մի բան դեզանից գնել հիմա հետ է եկել ու վիրավորում է եւ այլն, հա նման ինչ որ բաներ։ Եվ այդ օրը երեկոյան ոմանք կարող են սիրահարվել, ոմանք ժամադրվել, ոմանք իրենց սիրված զգալ, իրենց սիրելիների շրջապատում լինեն, սիրելիի հետ կլինեք, հա մի խոսքով, թե հիմա երկրորդ կեսն է, թե ուղղակի ձեզ հարազատ մարդիկ, հա ինչ որ մեկը։ Եվ ձեզ ինչ որ սիրո խոստովանություն կամ դուք կանեք ինչ որ մեկին, կբացեք ձեր սիրտը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 2-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը կամ դուք եք գնալու ճանապարհ կամ ինչ որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Նաև հարսանիքի կարող պատրաստվեք, ոմանք կարող են հրավերք ունենալ հարսանիքի, ոմանք նաև նշանադրության, ձեզ կարող են ամուսնության առաջարկ անել, դուք անեք, սիրո խոստովանություն, ընտանիքը միավորվի, ամուսինը գա հեռվից տուն, որոշեք միասին ապրեք ինչ որ մեկի հետ։ Եվ կարիերայի բարձրացում է այստեղ։
կարող է պաշտոնի բարձրացում է, հա ինչ-որ մի բան ձեզ մոտ աշխատանքում կբարձրանա կամ դիտողականություններ, եթե ինչ-որ նման YouTube եք վարում եւ այլն։ Եվ գումար կարող եք ծախսել կամ գումար ստանաք, բայց օցեր կան։ Այստեղ կարող է դուք ծախսեք ինչ-որ մեկի հետ գնաք ինչ-որ գնումներ կատարելու եւ այդպես օցավարի հայացքներ լինեն, թե վայ, ինչքան գումար է ծախսում, հա իր վրա, այդպես։ Կամ ինչքան գումար ստացավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 2-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը երկար սպասված voice-ը նամակ կստանաք, տեղեկատվություն կստանաք, հնարավոր է փաստաթուղթ եք ստանում, փաթեթ, նաև սեղանի շուրջ եք նստելու, կարող այդ հրավերքն եք ստանում, հա ինչ-որ հրավերք է սեղանի շուրջ նստելու համար, ինչ-որ առիթի։ Նաև օցեր կան ձեր շրջապատում, օցային վերաբերմունք ձեր նկատմամբ եւ որից է գաղտնի կարող է բացահայտվել կամ այդ օցերը ձեզ ինչ-որ մի բան շփացնեն։ Նաեւ ուշադիր եղեք ինչ-որ մի բաներ ստորագրելուց, փաստաթղթեր ստորագրելուց եւ այլն, կեղծիքներից, որովհետեւ հնարավոր է թակարդի մեջ հայտնվեք, հուզվում եք, օրվա վերջ, կարող է հենց դա է իրոք նկատում եք, որ ինչ-որ մի բան այնպես չէր, կամ այդ ինչ-որ մի բան է բացահայտվում, այնպես գմփուցիկ, հա, փուչկի նման, դրանից է կարող է հուզվում։ Երեկոյան նամակագրական կապի մեջ կարող եք լինել, հնարավոր է այդ տղայի հետ, ինչ-որ մի տղայի հետ, նաև ուղղակի ինչ-որ մի կարող փաստաթուղթ եք ստանում, փաթեթ եք ստանում, հա, գալիս եք տուն եւ գնում եք պոչտայից ստանալու եւ այլն։ Նաև ինչ որ այստեղ կարող է գրում են, ինչ որ մեկն է կարող է ձեզ գրում, ում որ սպասում եք, հա, կարող է տղային եք սպասում։ Եվ հանդիպում շփում voice-ը տղայի հետ։ Այդ տղայի հետ կարող եք այս նամակի հետ վերաբերվի կամ վերևում։ Կարող երկար եք սպասել իր գրածին, որ հանդիպեք իրար հետ։ Ժամադրվեք։ Պայմանավորվեք կարող է մասնագետը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 2-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը կամ ուշ եք արտանալու կամ շուտ, հնարավոր է նաև օրվա ընթացքում եք պարկում քնելու, ոմանք նաև կարող են ինտիմ հարաբերություններ սա։ Գումար կամ կստանաք կամ նաև կարող եք ծախսել գումար։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, որոշ գործեր կկարողանաք առաջ մղել, առաջ գցել, դրա համար կարող եք ուրախ լինել եւ հեռախոսազանգ կամ դուք կզանգահարեք կամ ձեզ կարող են զանգահարել։ Եվ երեկոյան ոչ թե նամակ կարող եք ստանալ տեղեկատվություն, որից հետո կարող եք ելք փնտրել ինչ որ մի բաներ անելու համար։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 2-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը էմոցիոնալ կլինեք եւ էմոցիաների ազդեցության տակ կարող եք վիճել ձեր զուգընկերոջ հետ կամ ընտանիքի անդամներին կամ վիճում եք դրա համար, բայց այստեղ ավելի շատ էմոցիաների պատճառով է, որ վեճ է առաջանում։ Իրար կարող եք ուղակի վիրավորել, նեղացնել։ Նաև այստեղից եկան այստեղ ձեր կյանքում ինչ որ բաներ կավելանան օրվա ընթացքում, օրինակ նամակ կարող եք ստանալ, որին որ չեք էլ սպասում, ամենայն դեպս ինչ որ մեկը կարող է գրել, ինչ որ բաներ կարող են լինել, փաստաթուղթ ստանաք, փաթեթ ստանաք, նաև ինչ որ մի բան է ձեզ ուրախացնելու, ոչ է լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, որը որ ձեզ կուրախացնի։ Եվ նաև տան հետ կապված ոչ իրադարձություններ են, ոմանք կարող է առիթ ունեն այդ օրը, ոմանք նաև ինչ որ տան հետ կապված կամ մաքրություն եք անում, կամ ոչ է գործունեություն։ Կամ առիթ է գնալու եք կամ ձեր տուն են գալու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 2-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոչ է ինչ-որ մի բան կարող է պայթել գաղտնիքի նման, հնարավոր է ընտանիքի մասին է, հնարավոր է ընտանիքի անդամների մասին է, տան հետ կապված կարող է լինել նաև, որը այդպես զարմացնի ձեզ, բացի դա էլ, եթե ինչ-որ բաներ եք ստորագրելու տան հետ կապված, բավականին ուշադիր եղեք, հենց այնպես մի տրվեք և ստորագրեք, մի խոսքով, շատ կարևոր է, դա հենց զգուշացում է խաբեությունից, և ինչ-որ բաներ փակ են, ինչ-որ մի բաներ չեն ստացվում, կամ այստեղ կապված է ձեր սիրելի մարդկանց հետ, հնարավոր է նաև ուզում եք գնալ սեղանի շուրջ նստել, չի ստացվում, կարող է ուզում եք հանդիպել ձեր սիրելի մարդկանց և չի ստացվում դա անել, կամ նեղված եք, նեղացել եք իրարից, խռոված եք և դրա համար չեք կարողանում ինչ-որ մի բան անել, ինչ-որ մի հարցում իրեն դիմել, որովհետև նեղացած եք, դա փակ է և ամեն մեկի մոտ ինչ-որ մի պարագան դա կարող է օգտագործվել և ճանապարհ կարող եք գնալ կամ ձեզ մոտ կարող են ճանապարհ գալ, ձեզ մոտ են գալու, նաև ոչը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք այդ օրը, երկհեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, այդ օրը ուշադիր եղեք, որպեսզի նաև առավոտյան էլ ևս ձեզ զգուշացում կար երեկոյան էլ, որ երկհեսանի մարդիկ են ձեզ շրջապատում այդ օրը, ամեն ինչին այդպես հալած յուղած մի ընդունեք, և երեկոյան հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք ձկների, ինչ է սպասվում ձկներին ապրիլի 2-ին, Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ միտեղ կարող եք գնալ, երկար մնալ, սպասել ինչ-որ մեկին, հնարավոր է մասնագետի մոտ եք գնում, կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, գնում եք մասնագետին տեսնելու, մասնագետի հետ խոսելու, և երեկոյան սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ մարդկանց հետ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում,